Ողջույն բոլորին, վերջին օրն է դեկտեմբերի 31-ը, շնորհավորում եմ բոլորիս ամանորը, ինչ-որ ճառեր չեմ գրել հատուկ, այն ինչը որ դուք եք ուզում ձեր կյանքում լինի, թող այս տարի անպայման լինի, որովհետև ձիու տարին դա արագընթաց տարի է, շարժվեք, միշտ եմ ասում, շարժվեք ձիուն հավասար, որպեսզի հասցնեք իր հետ, բայց մի շտապեք շատ, հա, ուղղակի ամեն ինչ արեք ավելի արագ եւ հասցրեք անել, հա, մինչեւ վերջ իհարկե։ Նոր սկզբի ժամանակ է, ինչ որ նոր բիզնես, նոր աշխատանք, նոր բաների ժամանակն է։ Սկսեք այն, ինչ որ ուզում եք։ Ձին չի սիրում այն մարդկանց, ովքեր որ նստած են ուղակի բազմոցին, վայելում են կյանքը եւ ինչ որ մեկ իրենց համար ինչ որ բաներ է անում։ Պետք է յուրաքանչյուր մարդ շարժվի եւ դրանից էլ հենց իր հաջողությունը կլինի։ Թող որ ձեր կյանքում լինի բարգավաճման տարի, լինի շատ կարևոր տարի, իդեպ 2025 թիվը դա 1 թիվն է, 26 թիվը 2026 թիվը ասում եմ որ 9-ն է լինում, ինչ մեկ 2026 թիվը դա 1-ն է լինում, դա հենց սկզբի ժամանակն է, դա հենց առաջնորդի ժամանակն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է սկսի իր կյանքը եւ ավարտվեց 2025 թվականին որոշ մարդկանց կյանքի ցիկլերը, իրենց տառապանքի ցիկլը, միգուցե ինչ-որ մի բանի ցիկլը եւ հիմա նոր է սկսում։ Ճիշտ է, աշխարհի մասշտաբով շատ ավելի լարված պահեր են լինելու դեռևս այս տարի, բայց ես խոսում եմ միայն ժողովրդի մասին, ուղղակի ամանորը նշելու մասին, այ թե ինչ է լինելու 2026-ին, բոլորս ավելի լավ կտեսնենք դեռևս։ Դե դա շատ բաներ է կախված, շատ բաներ է կախված մի խոսքով, այս տարի շատ կարևոր տարի է լինելու նաև աշխարհի բոլոր երկրների համար։ Որոշ երկրների համար այդքան էլ լավ տարի չի լինելու, որոշ երկրների համար շատ լավ տարի է լինելու։ Օրինակ, Բելարուսում, եթե ապրում են մեր հայերը, պետք է ինչ-որ չափով պետք է պատրաստ լինեն։ Ես դեռ ասել եմ դա 2022 թվականին, դուք պետք է պատրաստ լինեք այդ երկրում տիրող իրավիճակի հետ կապված, նաև կարող են այդտեղ որոշ սահմաններ փակվել ժամանակի ընթացքում։ Եվ այս տարի ուզում եմ անպայման նշել, որ մարդիկ մի փոքր քան ավելի ցրված էին, ավելի շատ կարող են ցրված լինել եւ որոշ նաեւ նշաններ, որոշ մոլորակներ փոխում են իրենց նշանները, որոնք որ ավելի բարձր եւ ավելի արագընթաց, ավելի պայթունավտանգ նշանում է, խոյ նշանում է եւ դրանից է որ շատերն են մտածում, ես նույնպես ես դեռ 2022-ին եմ ասել, որ այս տարի, մյուս տարի եւ մյուս տարի բավականին լարված է լինելու, տեսնենք ինչպես է ընթանալու, բայց ամենակարևորը նա է, որ մարդը ինչպես մտնում է ամանոր, այնպես էլ հենց ինքը կանցկացնի։ Եվ եթե որոշել եք նշել նաև ձիու տարին, որպես ձիու տարի չինական հորոսկոպով, ապա դա նշեք փետրվարի 17-ին։ Եվ այն ժամանակ երբեք չպետք է վիճեք, պետք է շատ ուրախ մտնեք փետրվարի հետ, հիշեք այդ օրը, որովհետև այդ օրը նաև խավարման օրն է։ Եվ ջրհոս նշանում է լինելու խավարումը, եւ ջրհոսները պետք է պատրաստվեն, որ իրենց կյանքում լինելու է շատ մեծ փոփոխություն։ Արևի խավարում է սա եւ օղակաձև խավարում է, որքան հիշում եմ, եւ այն ավելի կարեւոր է եւ շատերի կյանքում որից փոփոխություններ կմտցնի հատկապես ջրհոսների, իմ կյանքում էլ երևի, որտեղ ջրհոսը ինձ մոտ առաջին տանն է եւ իմ կյանքում էլ եւս որոշ բաներ այն կփոխի։ Ես պատրաստ եմ մեկ խավարում շատ մեծ գլոբալ փոփոխություն բերեց, հիմա էլ երկրորդն է, ոչինչ, ես պատրաստ եմ ամեն ինչին, եւ ձեզ էլ նույնն եմ ասում, որ ավելի ձիգ լինեք այս տարի, որովհետեւ մարդիկ կարող են լինել նաև անջատված, ավելի շատ անջատված, քան իրականում կային, եւ դրա համար պետք է ուղղակի հանդուրժող լինել դիմացինի նկատմամբ, ոչ թե վիրավորել, ոչ թե չգիտեմ,
Նաև ուզում եմ նշել, որ դեռ վերջնական չեմ որոշել, բայց միգուցե Facebook այդքան շատ չմտնենք ոչ ոքս եւ լինի արդեն Telegram-ում կիսվեմ ամեն ինչով ես, Եվան, կապ չունի, երկուսս էլ մտնում ենք, երկուսս էլ կկիսվենք ամեն ինչով, ինչը որ կա։ Այնպես որ Facebook-ը ինձ բավականին ձանձրացնում է, Facebook-ը ինձ բարկացնում է, նյարդայնանում եմ, ինչու, պետք չի նյարդայնանալ, պետք է ավելի թեթև ապրել, որովհետև ձին թեթև է, թեթև ընթացք ունի եւ մենք եւս պետք է իր հետ հավասար այդպես գնանք առաջ։ Բոլորիդ մաղթում եմ բարգավաճման տարի, այն որ ինձ գրում եք, շնորհակալ եմ բոլորից հետ, ովքեր որ գրում են, որ իմ ասածների շնորհիվ է, իմ լուսնայինի շնորհիվ է, որ ես նշում եմ այսօր սա կարելի անել, այն օր նա կարելի անել, այն որ տեղափոխվեք փակ խումբ, այնտեղ եւս ավելի կարևոր բաներ եմ ասում, քան իրականում ես ասում եմ լուսնայինով, օրինակ 3 տեղադրել եմ այն ամենը, ինչը որ ինքը եւս ճիշտ է լուսնայինի հետ է կապված, բայց լուսնայինը չէ, այսինքն լուսնի միացումն է։ Ես այդ մասին չեմ խոսում, որովհետև ժամանակս բավականին քիչ է, չեմ կարողանում տրամադրել, ամեն անգամ ասում եմ, այս շաբաթ անելու եմ այդ տեսանյութը, այս շաբաթ անելու եմ այդ տեսանյութը, բայց ի վերջո չեմ կարողանում։ Երբ որ կարողանամ անել տեսանյութը, արդեն ալիքում կլինի, եթե չեմ կարողանում, դեռևս որոշ չափով ես ձեզ կտեղեկացնեմ այդ փակ խմբում։ Բաց խմբում մեկ այլ տեղեկություններ են, հա, փակում այն տեղեկություններն են, որոնք ավելի կարևոր են, որոնք համար մարդիկ բնական է վճարել են։ Այս տարի եղեք մեկըդ մյուսի հանդեպ հանդուրժող, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև եւս այս տարի տեղի ունենալու վարչապետի ընտրություններ եւ ես դեռ իմ խոսքը ասում եմ, շարունակում եմ էլի ասել, որ անպայման գնացեք ընտրությունների, չեք ուզում ընտրեք, ջնջեք, գցեք, ուզում եք ընտրել, ընտրեք, ուզում եք ընտրել, դուք ձեր սիրտը։ Ուղղակի մի հատ լավ վերանայեք, հաստատ ձեր սիրտը այդ պահին ճիշտ է ասում, հետագա կյանքի համար, որովհետև այն ինչ որ մենք ունենալու ենք հետագայում, միգուցե այնպես չլինի, հա ձեզ կարող է դուրս չգալ այն։ Այսքանը կարծես թե ոնց որ թե ոչինչ չունեի ասելու, շնորհավորանքս կգրեմ Facebook-ով, որտեղ ավելի ճիշտ կձևակերպեմ իմ խոսքը, կգրեմ Facebook-ում, ուղղակի ես ձեզ շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ, մի լցրեք ձեր սեղանը, այլ լցրեք ձեր սիրտը, լցրեք ձեր հոգին, ուրախ եղեք, ուրախ տրամադրությամբ դիմավորեք ամանորը, ոչ թե լի սեղանով, ձին որոշ բաներ սիրում է, որոշ բաներ չի սիրում, դրա համար էլ այն ինչ որ դուք տեղադրեք ձեր տանը, միգուցե ձյուն դուր չգա եւ ձեզ համար դա ավելի վատ անդրադառնա, քան այն որ դուք լցրել եք ուղակի սեղանը։ Ես չեմ խոսել այդ մասին, ժամանակ չեղավ խոսելու, ավելի շատ տրամադրեցի քարտերին, ավելի շատ տրամադրեցի ֆինանսական կանխատեսմանը, որը եւս ինձ համար եւ կարելի ասել բացահայտում էր շատ կենթանակերպի նշանների, ովքեր որ այստեղ են գտնվում։ Գելիներս, նոր տարին մտնում ենք նոր կյանք, նոր ձևով, նորովի, նոր մարդկանցով, միգուցե ինչ-որ մարդկանցից հեռանալով, ինչ-որ մարդկանց մեր կյանքից հանելով եւ նորը մտցնելով մեր կյանք, որովհետեւ պետք չի քարշ տալ այն մարդկանց, ովքեր որ ձեզ չեն գնահատում, ձեզ չեն ընդունում, մի քարշ տվեք իրենց ձեզ հետ 2026 թվական, որովհետև դա նոր կյանքի սկիզբ է, նոր կյանքի փուլ է, մեկ թիվն է եւ պետք է ուղղակի ապրեք ձեզանով եւ ձեր հետևից տանեք, ոչ թե քարշ տակ ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ բաներ ձեզ հետ 2026 թվական։ Պետք չի հանեք, մաքրեք եւ տունը եւ ձեր կյանքից որոշ մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր ձեզ հետ չեն գալու, նույն ճանապարհով իրենք երբեք չեն գա։ Նոր տարին ձեզ հետ չեն սկսի։ Այսքանը։ Իսկ հիմա ասենք կանխատեսմանը, իհարկե, տարվա վերջին օրվա կանխատեսումն է, բայց դեռ այս սրանք չեն հավաքվելու, մինչև ամսի 13-ը։
Որովհետև ինձ համար ամանորը ավարտվում է 13-ին, մեր տանը տոնածառը եւս չի դուրս գալիս միջոցի 13-ը։ Դեռ եղել են տարիներ, որ մի փոքր էլա ձգձգվել։ Հետո նոր կհանեմ արդեն հունվարի 13-ից հետո։ Նոր տեսնեմ ինչ դիզայն է պետք այստեղ։ Այսքանը։ Լավ եղեք։ Բոլորիդ անհատապես չեմ ճանաչում, բայց բոլորիդ հասցրել եմ սիրել։ Իհարկե այն մարդկանց, ովքեր ոչ շնորհակալ են լինում յուրաքանչյուր հարցում։ Շնորհակալությունը պետք է, ես չեմ սիրում բերանով ասել շնորհակալություն։ Ես անգամ նեղվում եմ, երբ որ գրում են շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար։ Ես նեղվում եմ։ Ես արդյունքն եմ ուզում տեսնել։ Արդյունքը դա լայքն է, դա դիտումն է, դա ինձ պետք չի։ Եթե պետք լիներ շնորհակալությունների շարան լսել, ես մեկնաբանությունները չէի փակի։ Ես կնստեի կվայելեի, վայ շնորհակալ եմ բոլորը։ Ինձ արդյունքն է պետք։ Ես բերանով շնորհակալություն երբեք չեմ ընդունում, չեմ սիրում դա։ Դա ինձ համար անկեղծ չէ։ Արարքն է կարևոր, արարքը։ Այսքանը, սիրելիներս։ Մենք սկսենք շարունակել մեր կանխատեսումը եւ գնայենք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում։ Ուզում լավ բաներ կլինի։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի խոյեր, այստեղ նայում եմ, սա սրա հետ է բռնում, սա սրա, նայում եմ, տեսնում ոչ մեկ ոչ ոքի չկա, ուրեմն այստեղ մի փոքր խառավոր է, նորություն կարող եք լսել, որ կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, կամ ինչ-որ բանից, կամ նաև միգուցե այդքան էլ հաճելի նորություն չի դա ձեզ համար, որովհետև այստեղ ժամի մասին կարող եք ինչ-որ մի բան իմանալ, ժամանակի մասին կարող եք ինչ-որ մի բան իմանալ եւ կարող դա ձեզ դուր չգա։ Կարող է ժամին չեն հասցնում գալ կամ նմանատիպ WhatsApp պահեր են այստեղ։ Ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ նաեւ այդ օրը։ Եկ կարող եք գիտեք, կարող է լսում եք, որ ինչ-որ մեկը գնում է։ Եվ այդ ժամին ներկա չի լինելու օրինակ։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են այդ օրը, միգուցե իրենց ծննդյան օրն է այդ օրը, միգուցե ինչ-որ առիթ է, երեխաների համար բաներ եք պատրաստում, տանում եք երեխաներին հրապարակ, եւ ինչ-որ հարցում կտատանվեք, ծանրութեթև կանեք, միգուցե ճաշը, հա, այսօր սարքեմ քյուֆտեն, թե վաղը, որը կարելի ավելի շուտ հա սարքել, եւ նաեւ այստեղ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։
Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի ցուլեր, շատ բան չունենք անելու այդ օրը։ Տատանվում եք, ծանոթ հետև կանեք, ինչ-որ հարցեր, ինչ-որ գործեր, միգուցե ինչպես զարդարել սեղանը, ինչ անել։ Նաև ինչ-որ գործ կարող եք անեք, ֆիքսված ոչ է գործ կարող եք անել, նաև սա ինչ-որ քայլ անելուց առաջ երկար պետք է մտածեք նորա, միանգամից մի այդ քայլ արեք։ Եվ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կարող եք անել, հասցնել եւ իհարկե հանդիպում ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ գործեր են մնում, չեք հասցնում անել ավարտել մինչև վերջ, որովհետև ինչ-որ գործի վրա կարող եք ֆիքսվել և մնացածը չհասցնել։ Նաև այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո ինչ-որ քայլ արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Ինչ-որ մի բան կարող է ձեզ տխրեցնել, ինչ-որ մի բան կարող է հիասթափեցնել այդ օրը, գուցե դա է, որ չեք հասցնում ամեն ինչ ավարտել։ Նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք այդ օրը, պետք է զբաղվեք դրանով։ Եվ հյուր առիթ է սա, կամ միգուցե ծնունդ է այդ օրը ինչ-որ մեկի և այդ ոնց որ ծնունդի հետ միասին, այդպես ձեզ ամանորի հետ միասին միանգամից հրավիրում են ձեզ ծնունդ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 31-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հուզվում եք, չգիտեմ ինչու, այստեղ հանդիպում եք ձեր կամ շփվում եք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ։ Միգուցե իրեն վաղուց չեք տեսել, դե համար եք հուզվում։ Նաև գումար կծախսեք, գումարի մասին կարող եք խոսել, մտածել գումարի մասին, ոչ է նորություն կլսեք, ոչ է փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք։ Եվ այստեղ կամ տխրում եք ինչ-որ մի բանից, կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից։ Ինչ-որ պահ է, հա, որ մարդը հիասթափություն է ապրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն։ Վերջին մեկ ամսվա իրադարձությունն է, որը կավարտվի այդ օրը։ Նորություն կլսեք, ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեք, ոչ է փաստաթղթեր կարող եք ստանալ կամ դեռ ցուցակը վերցնել ձեռը գնալ խանութ։ Հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, ձեր աշխատանքում եւ հանդիպում ունեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, չգիտեմ ինչու այդ օրը բոլորին ինչ-որ բան է տխրեցնում, ինչ-որ մի բան այնպես չէ։ Նաև պետական այստեղ գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, նվեր կտակ, կարող հրավերնիկ է, միգուցե ինքն է ձեզ տալիս, դուք եք իրեն տալիս։ Գաղտնիք կբացահայտվի, օրը ձեր ձեռքում է, ձեզանից շատ բան է կախված,
այդ օրը նաև հրավերք ունեք առիթին կամ դուք կարող եք մարդկանց հրավիրել, հրավիրում եք ձեզ հետ նշեն ամանորը եւ այստեղ սպասում եք ձեզ համար սիրելի մարդկանց, ձեր երկրորդ կեսին, ձեր հարազատներին, ձեր սիրելիին հենց, այդպես, ինչ-որ սպասման մեջ եք լինելու երեկոյան, որ գան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք նաև, ոչ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն կամ վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտն է։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, գուցե դա եք նշում նաև այդ ինչ-որ վերջին ամսվա ինչ-որ իրադարձությունը։ Եվ պետական հիմնարկությունում գործեր ունեք, որոնք որ պետք է անեք, նաև դա բժշկական կենտրոն կարող է լինել, բայց գաղտնիք է բացահայտվելու այդ օրը, հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույս դատել եք ինչ-որ մի բանի վրա եւ երեկոյան գումար եք ստանալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 31-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը հուզվում եք, չգիտեմ ինչու, նաև կարող եք արտասվել, այստեղ ինչ-որ տհաճ բահեր կա, նաև տխրություն միգուցե դա է, բայց օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչը ինչպես կընդունեք։ Նաև կարող եք երկար քնել այդ օրը, կարող եք ավելի շուտ արթնանալ, հեռախոսազանգ կունենաք, որից ինչ-որ այնտեղից ինչ-որ մեկը կարող է ասել, որ ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս եկել, ինչ-որ մի բան է ձեր օգտին է ավարտվել այնտեղ, ինչ-որ մի բան շատ լավ բան է տեղի ունեցել, հա։ Հյուրեր կունենաք այդ օրը կամ դուք կգնաք հյուր, ձեզ համար մտերիմ անձնավորության կարող եք հանդիպել կամ շփվել, նույնն էլ ընկերոջը, հա, կարող է ընկերոջն է ցույց տալիս, որ մտերիմ անձնավորություն է։ Ում հետ որ այդ օրը կարող եք շփվել, խոսել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ում հանդիպել կամ գայս է ձեր տուն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուծեր կան ձեր շրջապատում նախանձ մարդիկ, բամբասկոտներ, նման վերաբերմունք ինչ-որ մարդկանցից կարող եք ստանալ եւ ոմանք կարող են ընդունվել աշխատանքի այդ օրը, կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ մի բան է, որը տեղի ունենում այդ օրը։ Նաեւ պետական աշխատողների հետ կարող եք հանդիպել, նաեւ դա կարող է լինել հարցազրույց, բայց դե չէ, ինձ թվում է ավելի շատ երևի տանն եք աշխատելու, տան մեջ է, ինչ-որ գործերն է ցույց տալիս, որ տան մեջ գործեր եք անելու։ Եվ հյուր ունեք կամ դուք կգնաք հյուր, գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն, միգուցե դեռ շարունակում եք այդ օրն աշխատել։ Հնարավոր է, գիտեք, այդտեղ չի բացառվում վարսահարդարներ են եւ այլն, ովքեր որ այդ օրը բնականաբար դեռևս աշխատում են, հա, եւ այստեղ այնտեղ կարող է հյուր եք գնում կամ եթե տանն եք գնում աշխատելու։ Այդպես եւ նաեւ գործնական խոսակցություններ, գործնական հանդիպում հնարավոր է նաեւ, հա, ինչ որ մատնահարդար եք եւ այլն եւ այդ օրը դեռ աշխատանք ունեք կամ տորթ եք պատրաստում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 31-ին։
Հարգելի այցեղություններ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ես ինչ-որ սուտ կա, չգիտեմ որտեղ այդ սուտը, չեմ տեսնում, նաև հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում եւ ինչ-որ մի բան հաղթանակած դուրս կգաք, ոնց որ հասցնում եք ինչ-որ մի բան անել իր ավարտին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 31-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, դե տուն եք, ով երջանիկ եք, բուն պետք չի։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո քայլը արեք, կամ ինչ-որ միտեղ մի կմնաք եւ ինչ-որ գործ կանեք։ Դա տանվում եք, ծանր թեթև եք անում, ինչ-որ գործեր կողեք չհասցնել, իրեն ավարտել, գումար կծախսեք այդ օրը, նաև գումարի մասին կխոսեք, կմտածեք, ոչ իրադարձությունները, որոնք ուզես հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի, նաև դա վերջին մեկ ամսվա իրադարձության ավարտն է։ Եվ նաև այստեղ ինչ-որ մեկից կարող հեռանալ կամ ինչ-որ բանից կարող հեռանալ, կարող տալիս եք վերջացնում եք, կարող վարկի վերջին ամիսն է, փակում եք եւ վերջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 31-ին։
Հարգելի ձկներ, այստեղ աշխատանքի հետ կապված ինչ-որ ցավ է։ Սա կարող է լինել այդ օրը չեք աշխատում, այդ օրվա ոնց որ աշխատավարձը չկա, նաև գուցե հանդիպում եք վարչապետական աշխատողի հետ եւ այդ խոսակցությունը այդ թեման դες այդքան էլ դուր չի գալիս։ Ինչ որ մի բան է, որ ցավ է տալիս այստեղ։ Կամ աշխատանքն է, կամ աշխատանքի վայրում է, եթե դեռ աշխատում եք այդ օրը, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գա։ Նաև մյուս կողմից այստեղ կարող են ձեզ սիրո խոստովանություն անել, նաև դուք սիրո խոստովանություն անեք ձեր հարազատների շրջապատում լինեք այդ օրը, նաև դա սիրո խոստովանություն է եւ նաև ինչ-որ մի հարցում սիրված լինելա, ոնց որ չորս կողմից սեր եք ստանում, այդպես կարելի ասել։ Եվ գումար եք ստանալու այդ օրը, պետական հիմնարկությունում ոչ հարցեր ունեք, որոնք որ պետք է գնաք անեք, նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն է, ոչ ինչ-որ կենտրոն է, եւ ինչ-որ հարցում էլ երջանիկ կլինեք, ձեզ երջանկություն է սպասում, եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք նոր, գուցե այդ աշխատանքի հետ է կապված, աշխատանքի վայրի կամ նաև պետական աշխատողի հետ։ Ամենայն դեպս նաև ինչ-որ միտեղ կգնաք երկար կմնաք, կամ գործերը կարող է անեք, վերջացնեք, շուտ եւ նստեք, սպասեք ամանորին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։